Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթը բացառիկ մանրամասներ է պարզել Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդիա Գրիգորյանի սպանության աղմկահարույց քրեական գործի շրջանակում կալանավորված անձանց պահման պայմանների վերաբերյալ։ Ինչպես հայտնի է, այս գործով կալանավորվել են Նարեկ Օհանյանը եւ Գևորգ Հարությունյանը, սակայն ժողովուրդը իրավապահ համակարգին մոտ կանգնած իր աղբյուրներից պարզել է, որ նրանց պահման հարցը դարձել է լուրջ մարտահրավեր։ Ըստ նույն աղբյուրների, կալանավորումից հետո փորձ է արվել տեղափոխել նրանց Հարմավիրի քրեակատարողական հիմնարկ, սակայն այնտեղից փաստացի մերժում է ստացվել անվտանգության նկատառումներից ելնելով։ Հիմնավոր վախեր կան, որ սիրված համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանությունը կարող է դառնալ վրեժխնդրության պատճառ, անգամ բանտի պատերից ներս։ Իրավապահ համակարգը մտավախություն ունի, որ Գրիգորյանի կողմնակիցներից որևէ մեկը գուցե ԿԿՀ-ում կապեր ունի եւ կարող է փորձել հաշվեհարդար տեսնել։ Այս գործով ի վերջո խոսքը նաեւ վերաբերվում է ոստիկանության օպերատիվ աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանությանը, ինչը միայն էլ ավելի է սրում իրավիճակը։ Այս ֆոնին իրավապահները որոշել են Նարեկ Օհանյանին եւ Գևորգ Հարությունյանին տեղափոխելն ու Բարաշյանի քրեակատարողական հիմնարկ, որտեղ նրանք այժմ գտնվում են խիստ վերահսկվող կարանտինային պայմաններում, մասնավորապես ըստ Ժողովուրդ օրաթերթի տեղեկությունների, նրանք գտնվում են կարանտինային հատուկ բաժանմունքում, որպեսզի ամբողջությամբ մեկուսացված լինեն մյուս կալանավորներից։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում, ինչպես Փարաքարում, իշխանական ճնշումների ալիքը չի դադարում։ Քաղաքական ռեպրեսիաների կենտրոնում ոչ միայն Գյումրու գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է, այլև ԱԺՊ Մարտուն Գրիգորյանը։ Ընդ որում Գյումրիում իրավիճակը փոխելու քաղաքական հրահանգը տվել է Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից։ Ակնհայտ է, որ հրահանգը արդեն տրված է, այն է մինչև 2026 թվականի հունիսին նախատեսվող խորհրդարանական ընտրությունները քաղաքական դաշտից հեռացնել մարդկանց, ովքեր իրական աջակցություն ունեն համայնքներում։ Մարտուն Գրիգորյանը այդ ցանկում է ևս։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Իշխանական կուլիսներում վերջին օրերին բուռն քննարկման թեմա է դարձել քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի հանկարծակի քաղաքական ակտիվությունը, մինչ սա հանրային օրակարգում նա համարվում էր համարյա մոռացված պատգամավորներից մեկը։ Ժողովուրդը տեղեկացել էր, որ ԿՊ վարչության վերջին նիստում Դավոյանը փորձել է նաև դուրս գալ 5 քաղաքական խաղացողների դեմ, մասնավորապես բախվելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ Նա փորձել էր բարձրացնել Ավինյանի կոռուպցիոն բնույթի որոշ կապերի թեման, սակայն նրա փորձը հաջողությամբ չի պսակվել։ Ավինյանի թիմը բավականին արագ հակազդել է, ինչի արդյունքում Դավոյանը ժամանակավորապես կորցրել է իր դիրքերը ԿՊ-ում։ Ժողովուրդ օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Դավոյանի վերածնունդը պատահական չէ։ Նա, ով շուրջ 1 տարի պահում էր քաղաքական լռություն, չունենալով ոչ հարցազրույց, ոչ ելույթ, անգամ շփում վարչապետ Փաշինյանի հետ, այսօր ակտիվ մասնակցում է ԿՊ-ի ներսում ընթացող գործընթացներին։ Հրապարակ օրաթերթը գրում է. Պարզվում է 44-օրյա պատերազմի ընթացքում պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանը հույս է ունեցել, որ իր լռությունը Նիկոլ Փաշինյանը կգնահատի, սակայն մի քանի օր առաջ վճռաբեկ դատարանը անփոփոխ է թողել նրա վճիռը եւ հայտնի է դարձել, որ Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում։ Նա դատապարտվել է 5.5 տարվա ազատազրկման եւ մեղադրվում է սխալ հրաման տալու համար։ Ըստ մեղադրանքի նրա գործողությունների հետևանքով է Ցորի Զորամասի 20 զինվոր հայտնվել հակառակորդի թիրախում ու սպանվել, իսկ Զորամասը անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հրապարակ թերթը գրում է. Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը 3 Civilnet-ի տաղավարում հայտարարել էր, որ քաղաքական համագործակցություն է սկսում ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Հայրենիք կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ, որը կարող է լինել վարչապետի թեկնածու։ Ուշագրավ է, որ այս համագործակցության մասին 3 տեղյակ չէին Վանեցյանի կուսակցությունում կուսակցության վարչության անդամ Սոս Հակոբյանը մեր հարցից զարմացավ, ասաց, որ տեղյակ չէ, ապա գրառում արեց Facebook-ում, թե իրենք ողջունում են Բաբայանի կողմից Էջմիածնի քաղաքապետի իրենց թեկնածուին պաշտպանելու քայլը, սակայն դրանից դուրս որևէ քննարկում չենք ունեցել։ Մեր աղբյուրներն էլ ասում են, որ Սամվել Բաբայանը տարբեր քաղաքական ուժերի է դիմել, առաջարկելով համագործակցություն, դրա դիմաց խոստանալով արցախցիների ներուժը իրենց օգտին մոբիլիզացնել։ Անգամ իշխանական ինչ-որ օղակների հետ է քննարկումներ ծավալել, սակայն բոլորը զգուշորեն են նրան առաջարկներին մոտեցել։
քանի որ կասկածել են, թե Բաբայանը արցախցիներին մոբիլիզացնելու հնարավորություններ ունի։ Իսկ Վանեցյան Բաբայան համագործակցությունը ոմանց մոտ հատկապես տարակուսանք է առաջացրել, քանի որ Սամվել Բաբայանը ժամանակին մեղադրում էր Վանեցյանի խնամուն Արցախի նախկին ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն Ադրբեջանին հանձնելու հարցում։ Թե ինչպես է ստացվելու այս երեք անձի համագործակցությունը դժվար է ասել։ Այս եւ այլ մանրամասներին տեղեկանալու համար հետևեք Օրագիր Նյուզին։